Իսկ ջրոցին, ինչու ջրոցին, որովհետև ջուրը կարևորագույն տարր է։ Չէ՞ մեզ համար։ Մենք ինչով ենք մաքրվում, որ կեղծում ենք ջուրը։ Մեր 70 ու ավելի տոկոսը ջուր է, հա։ Որտեղ մի քանի օր ջուր չխմես, արդեն սկսես վատ զգալ, հա։ Ավելի շատ վատ զգալ, քան հաց չուտելուց, հա։ Եվ մարդը նաև մի ձև մաքրվողման է ոգևոր իմաստով։ Մարդը ջրով է մկրտվում։ Մկրտությամբ ոգևոր ծնունդ անում։ Այսինքն եւ նաեւ աշխարհը ջրով մաքրվում։ Հիշում եք ջրեղեղ եղավ։ Հա, նոյի ժամանակ ջրեղեղ եղավ։ Աշխարհը ջրով մաքրվեց։ Հա։ Եվ այդ ջրոցին, որ մենք իրար վրա ջրում ենք, հիշում ենք, որ ջրով մարդը մաքրվում է։ Այո, մենք այսօր ջրոցին դարձնում ենք մի վիճակ, որ կարող է անգամ կռիվ լինի եւ այլն, դա սխալ է։ Ժամանակին ինչ եղավ, մարդիկ գնացին եկեղեցի պատարագին մասնակցել, պատարագից հետո հելել են, քանան վարդաջուրը օրհնել է, իրար վրա թողել են վարդաջուրը, ավարտվել է։ Ոչ են գնացել ցեխաջուրը վեկալ իրար վրա շփոթել, որ դարեկը։ Հիմա մենք չենք կարևորը չենք անում։ Մենք չենք գնում պատարագի մասնակցել շատերը։ Դրա համար ջրոցին դառնում է մենակ իրար վրա ջրելը։ Բայց խաղող են։ Ժամանակին մի հատ կարևոր բան է եղել։ Սովորություն է եղել։ Եվ դա շատ կարևոր է քրիստոնեական։ Մարդիկ երբ որ առաջի բերքը ստացել են, իրանք չեն կերել, ինչու չեն տարել եկեղեցին, աստծուն չեն նվիրաբերել։ Հա? Եվ այդ նվիրաբերելուց հետո նոր կերել են, հա? Այդ երախայրիկը իրանք նվիրաբերել են աստծուն, հա? Խաղող օրհնեքի տոնն էլ դեպքը այսպես է։ Մարիամ Աստվածածինը Քրիստոսի մայրն էր։ Երբ որ Քրիստոս հարություն առավ, դրանից հետո 12 տարի հետո իրեն Գաբրիել հրեշտակապետը ասեց, որ դու պետք է երկինք վերափոխվես։ Պիտի մահանաս, բայց երկինք պիտի վերափոխվես։ Մահացավ, հետո մի քանի օր հետո երբ որ իրան թաղեցին, Բարդուղմեոս Սարաքյալը, որ հայրի առաքյալն է նաև, չէր մասնակցել թաղմանը, գնաց, ասեց բացեք դամբարանը, այն ժամանակ դամբարանները քարանձավներ են, որպեսզի վերջի հրաժեշտ տան։ Բացեցին, տեսան, որ Մարիամ Աստվածածնի մարմինը այնտեղ չի։